Մայիսի 12-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև գրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը եւ հրադադարի պահպանման հույս հայտնել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Քաթարի թագավորական ընտանիքից ստանալ ռեակտիվ Boeing 747-8 ինքնաթիռը, որը անվանում են թռչող պալատ։ Թրամփը կկարողանա օգտագործել այս նվերը, քանի դեռ պաշտոնավարում է։ Թրամփի պաշտոնը լքելուց հետո ինքնաթիռի սեփականությունը կփոխանցվի նախագահական գրադարանին։ Սպիտակ տունը եւ Արդարադատության նախարարությունը նշել են, որ քանի որ նվերը չի ուղեկցվել որևէ պաշտոնական ակտով, այն չի հանդիսանում կաշառք։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Թուրքիայի հետ զինված հակամարտությունը դադարեցնելու իր որոշման մասին, որը շարունակվում է ավելի քան 40 տարի։ Փետրվարին խմբավորման առաջնորդ Աբդոլլահ Օջալանը կոչ էր արել լուծարել կուսակցությունը։